Նրանք, ովքեր Միացյալ Նահանգներում գնում են հայկական եկեղեցիները, դա լինի կաթոլիկ, թե իրենց ասած առաքելական, ահա ժամանակ առ ժամանակ դուք կտեսնեք այս մարդիկ, ինչպես թե իշխանների նման գեր պատիվ են ստանում, բերում են առաջին ուրեմն շարքի վրա նստացնում, եւ դուք երբեք նրան չեք տեսնում ծնկած աղոթելիս կամ որպես եկեղեցու կենթանի անդամ։ Ես մի զարմանում ասում եմ, ովքեր են այս մարդիկ։ Ահա երևի տարին 1-2 անգամ երևում են այդպես մեծ պատիվ ու շքով ստանում այս հատուկ վերաբերմունքը։ Սիրելիներ, դրանք մասոնական լոջերի ակտիվ անդամներ են եւ իրենք լիեզոն են, նրանք կապն են մասոնական լոջի եւ տեղական այս եկեղեցու նվիրապետության հետ, եկեղեցու տվյալ դեպքում վանահոր, եկեղեցու ղեկավար ադմինիստրացիայի հետ եւ սրանք շատ վտանգավոր մարդիկ են եւ ինչ են անում իրենք տալիս են այդ հնարավոր միջոցները փողի ձևով որպեսզի իրենց կամքը կատարեն եկեղեցում եւ նրանք հոգեվոր մարդիկ են նրանց հոգեվորության նպատակն է ոչնչացնել Քրիստոսի պատարագի շնորհքը դուք իհարկե դա չեք հավատա իմ խոսքերին բայց ես նորից եմ ասում ես դրա օրինակ արդեն մենք բոլորս տեսանք թե ինչ կատարվեց կաթոլիկ եկեղեցում հռոմեական եւ կամաց դա անում են հայերի հայկական եկեղեցիների վրա ինչու մի անգամից չեն անում որովհետեւ եթե մի անգամից անեն ամբողջ եկեղեցին կդատարկվի իրենց պետք է ձեզ խաբել եւ դուք պետք է նորից եմ ասում ընդդիմանաք դուք պետք է իմանաք ձեր կանոնը գրափարի տեքստը երբեք չփոխվի եւ անլինի գրափարով ինչպես լատին ծեսն է որտեղ այդ է կանոնիզացված մեր եկեղեցու այն պատարագը որին դուք ծանոթ եք ոչ մի կին ընթերցանություն չանի այնտեղ այդպես է կանոնը այդպես ենք մենք ստացել լուսավորչից եւ դրանից առաջ մեր առաքյալներից եւ միջև լուսավորիչը մենք ունեցել ենք մեր առաքելական եկեղեցու նվիրապետությունը եւ վերջին կաթողիկոսը եղել է Մերուժան անունով մեկը ում Մաքսիմիլիան թե Մաքսիմին կարծեմ այդպես է արտահայտել Մաքսիմին կայսրը Բյուզանդիոն ոչնչացրեց այսինքն հայկական Հայաստանի քրիստոնեական ժողովրդին եւ նվիրապետությունը հիմքից ոչնչացվել է միջև լուսավորչի Երևալը եւ լուսավորիչը ձեռնադրություն ստացավ Պապ Սիլվեստր առաջինից ոչ միայն ձեռնադրություն ստացավ այլև արտոնվեց որ գրափարով տոնվի եկեղեցու պատարագը մինչ այդ պետք է տոնվեր կամ հունարեն կամ լատիներեն ուրիշ ոչ մի լեզու չէր թույլատրվում բայց գրափարի արտոնությունը իրենք ստացան եւ դա հայրության համար է ֆիքսված լեզու դու գնա Ղուրան են սովորում պարսիկ ես թե ով ես արաբ ես կամ ոչ արաբ ես քուրդ ես չգիտեմ ինչ ես թուրք ես առաջինը դու պետք է իմանաս հին արաբերեն եւ այդպես է կանոնը ինչու որովհետեւ կա նվիրաբերյալ լեզու consecrated գրափարը այդ նվիրաբերյալ լեզուն է համարվում լատիներենի հետ եւ հունարենի հետ, որովհետեւ Պիղատոսը Քրիստոսի խաչի վրա գրեց այդ մեկնաբանությունը թագավոր հրեից եւ այդ ինքը գրեց լատիներեն եւ հունարեն։ Դրա համար դրանք կոչվում են նվիրաբերյալ լեզուներ։ Բայց գրափարը նույնպես նվիրաբերյալ լեզու է։ Ես հիշում եմ մատենադարանում իմ ձեռքի տակ անցավ վաղ դարերի պատարագի կանոնը եւ
այն գրափար էր հիմնականում, բայց այնտեղ կային նաև բավականին կտորներ լատիներենով եւ բավականին կտորներ հունարենով, այսինքն մի խառնաշփոթ բան է եղել, որ դարերի ընթացքում վերջը շնորհալու միջոցով ամեն ինչ կարգավորվել է։ Հիմա դուք ուզում եք ասել, որ 2000 տարվա մեր ժառանգությունը սուրբ, ինչ որ մի մասոնական դևեր, ծախու, գիտեք ինչ շփվել եմ իրենց հետ, ես դրանց գիտեմ ովքեր են, ամեն մարդ չի կարող մասոն լինել, միջև 12-10 անգամ 8 այդ մասոնական աստիճանները ոչինչ են իրենցից ներկայացնում, վճիռ կայացնող աշխատող 33-32 աստիճանի մասոններն են, և նրանք գաղտնի են ովքեր են դրանք, բայց նրանց նպատակն է ոչնչացնել զոհաբերության պատարագը, որովհետև դրանով է ապրում մարդկությունը, քավությունը դրանով է գալիս։ Դրան իրենք սարքում են համայնքային ինչ-որ մի ինչպես հանդիպում, տոնակատարություն համայնքային։ Հիմա եթե նայում ենք կաթոլիկ եկեղեցին գոյություն չունի, հայ եկեղեցին էլ օցանկած ետևից կուլ է տալիս, արդեն կիսով չափ կուլ է տվել հայ եկեղեցու սրբությունը, մնում է նայեն, որ ռուսական եկեղեցին շատ մաքուր է, ամբողջովին իրենց ծեսը ոսկեբերանի ծեսն է առանց խախտման, բայց այն մնում է անկատար և սկիզբատիկ, ինչու՞, որտեղ այն չի ծառայում մարդկությանը, այն ծառայում է իրենց նացիոնալիզմ, ֆաշիզմին, եթե դու ռուս չես կարող մտնել այնտեղ։ Հիմա ինչ է ստացվում սիրելիներս, դու գնում ես տեսնում ես պատարագը պատարագի նման չէ, այստեղ պատարագն է, այնտեղ խաղող ու եսի մինչեր են օրնում, խոտեր են օրնում, իրար սպանում, իրենց նպատակն է մի բան վերցնել է, մոմ են դնում, մոմա դրվածության ինչ-որ մի մրցույթ է կարծես թե, Քրիստոս ապրում է այս մարդկանց հոգու մեջ, ես կասկածում եմ, եթե ապրում է մարդկանց հոգու մեջ, իրենք պետք է ծարավ լինեն ճշմարտության խոսքի, իրենք պետք է ծարավ լինեն անգամ դժվարությունները պատվով տանելու և բոլոր այն առաքինությունները, որ Աստծո Քրիստոսի խաչով մենք ստանում ենք, բայց այդպես չէ պատկերը այլ է, պատկերն այն է, որ այսօր եկեղեցի են գնում, համարյա մտային շատ սահմանափակումներ ունեցող մարդիկ, որոնց սրտը միտքը այլ տեղ է, ոչ թե Քրիստոսի մեջ է։ Եվ դրանից սիրելիներս, եթե դուք գնում եք միտեղ, որտեղ գաղջություն է, որտեղ ասում այնտեղ որտեղ որ 3 հոգի աղոթեն, այսինքն սրտով լինեն ինձ հետ, դա եթե դու 4-րդ մարդն ես, ինքնին իրենց այդ աղոթքով դու ես ինչպես է ստանում այդ շնորհքը, բայց եթե 3 չէ 300 հոգի միայն ձևական են այնտեղ և սրտով կապված չեն, մտքով կապված չեն Քրիստոսի հետ, ավանդություն է, ազգային ընտանեկան ավանդությունից են այնտեղ, այդպես պիտի լինի, անգամ աղոթքը կարդում են առանց հասկանալու և այլն, ինչպես է լինելու ուրեմն մեր փրկությունը, որովհետև հնարան դեպքերում, եթե դուք իրապես հոգևոր ճանապարհի վրա եք, պիտի ձեզ հասնի մեծ տագնապները, հուսահատությունը, վերելքները և շատ սարսափելի վայրեջքներ, անգամ հավատքի կորուստ, ինչպես դա կոնտրոլ անելի վերջը։ Սիրելիներս, դուք պետք է հասկանաք, Աստված ամեն ինչ տեսնում է, Աստված քեզ երբեք չի ասում գնա գայլի բերանը մտիր։ Եթե այդ պատարագը, որին դու հավատում ես, նիկի հանգանակը, որը դու ասում ես, չես տեսնում այդ մեծ երկրպագության հոգին և նվիրումը, և քահանան խոսում է հիմարություններ, տրնդեզ է անում և քեզ շեղում է քո հավատքից դեպի կռապաշտություն և սնոտիապաշտություն, դու չես կարող գնալ այնտեղ, ինչու, որտեղ կդառնաս գաղջ, որտեղ քո միտքը երկ տակվի, մեկ ծառայում ես սատանային, մեկ ծառայում ես Աստծուն, այդպես չի լինում։ Հիմա իսկ ինչպես փրկվես։ Ես բազմիցս ասել եմ, աղոթքները այնտեղ են, շնորհալին, մեր ժամակարգը այնտեղ է, իսկ ինչ վերաբերում է սուրբ հաղորդությանը, կա կանոն հոգևոր հաղորդություն ստանալու, եթե դու ես հիմա կասկածում եմ, ես կարծում եմ հայ առաքելական ծեսի
եւ հիմա էլ նաեւ կաթոլիկ ծեսի հաղորդությունը շնորհք չունի ինչու որտեղ այնտեղ շատ հարցեր կան քահանան պետք է նվիրյալ լինի քահանան պետք է հասկանա ինչ է անում սրանք ոչ մի հասկացողություն չունեն այսինքն ես ներկայացրել եմ այսօր բազմիցս քանի կետ է պետք որպեսզի Սուրբ հաղորդություն ընդունելի լինի Աստծուն որպես ավելի սրբության լավագույնը եւ ոչ թե կայանի խլամը այսպես ասած ներողություն եմ խնդրում գիտեք ինչ հոգևոր տեսողություն պետք է ունենաք դուք եկեղեցու ստրուկը չեք ինչպես եւ Տերն էր ասում մի ասեք ոչ մեկին հայր բացի Աստծոց դա ինչ նշանակում դա չի նշանակում որ բացարձակապես պետք է չասել Տեր հայր բայց պետք է քննես արդյոք դա արժանի է Տեր հայր լինելու եւ մենք բողոքական չենք մենք հավատում ենք առաքելական եկեղեցու 7 խորհուրդներին բայց մենք թույլ չենք տա որ մեր հավատքը պղծեն եւ մենք մեզ շեղեն մեր ճշմարիտ դավանաբանությունից եւ մանավանդ Սուրբ Պատարագի միստիկ էությունից որն է Քրիստոսի զոհի չարչարանքների նվիրաբերումը Հայր Աստծուն սա իրենք փոխում են իրենք դա դարձնում են համայնքային պարահանդես երկհանդես շոու ուրիշ ոչինչ այդպես է հիմա կաթոլիկ եկեղեցում այդպես գալիս է նաև հայկական եկեղեցում եւ սա եղավ Վազգեն առաջինից հետո ես դա լավ հիշում եմ երբ որ սկսեցին համերգներ տալ Վայնի եկեղեցում Աստվածամոր անունով էր եւ այդ եկեղեցին օրը հիմա քանդեցին Տեր մանուկ թքեն քո երեսին Հիմա որտեղ ես խցկված մի բան անելու, դու էիր համերգներ տալիս խորանի վրա, գիտեք ինչ, միայն ես տաղից խոսեցի և բոլորին այնպես էր անում, որ ծիծաղային ինձ վրա, Աստված է ծիծաղում ձեզ վրա լսեք, ես մտնում եմ հայկական եկեղեցիները, նաև կաթոլիկ եկեղեցին բոլորը չգիտեն, որ ծակը մտնեն, դուք հասկանում եք սրանք ովքեր են, հուդաներ են սրանք, վաճառել են Քրիստոսին, այս մասոնական տականքներին Հիմա ես ինչ եմ ասում, ես մենակ չեմ կարող կռվել դրանց դեմ եւ ձեզ ոչնչացնեն, ես սովոր եմ կռիվ անելու, ծնվել եմ կռվելու համար, ես փայտյանների իշխանական տոհմից եմ եւ դրանք երբեք չեն զիջել ոչ մեկին, ոչ թուրքին, ոչ պարսիկին, ոչ բոլշևիկին, ահա ես այստեղ եմ խոսելու այդ մասին, Բաչագան թագավորի ժառանգը եւ լուսավորչի ժառանգը Հիմա գաղջեք, հուսահատվում եք ու հրաժարվում եք ոչ մի շնորհք չեք զգում հավատ ունես հիմա հավատ չունես հաջորդ բան ինչու որովհետև չես տեսնում հոգին որովհետև չես տեսնում չարությունը որտեղից է գալիս իբր թե Քրիստոս չի ասում սիրիր բոլորին բացելով քո սրտի եւ մտքի սանձը տալով հավատքով տալով այս չար մարդկանց այլ ասում է լքիր հորդ լքիր մորդ եղբորդ Եթե նրանք չեն ծառայում Քրիստոսին, եթե նրանք չեն փնտրում Աստծո արքայությունը նվիրաբերելով իրենց ամեն ինչը, դուք հասկանում եք սա ինչ պատվիրան է։ Քո առաջին նպատակը կյանքի պետք է լինի Քրիստոսին ծառայելը, Քրիստոսին սիրելը, Քրիստոս ունենալը քո սրտի մեջ։ Հիմա ինչպես անենք։ Այդպես ասում ես Նիկի Հանգանակը կարդում է ժամագիրքը եւ այն պահին որտեղ որ նվիրաբերումը լինում է լռում ես ծնկում ես խնդրում ես որ հրեշտակը երկնքում նույնպես պատարագ է կատարվում սիրելիներս խնդրի որպեսզի հրեշտակը երկնքի սուրբ հաղորդությունը բերի դնի քո սրտի մեջ եւ նա դա անելու է կոչվում է հոգեվոր հաղորդություն դժվար է սա հասկանալ Աստուն ոչ մեկը չի կարող սահմանափակել եւ քո փրկությունը կախված չէ դրանցից նրանք դրված են որ կատարեն քո փրկությունը ոչ թե ձախողեն քո փրկությունը քննիր հոգի ես բոլոր քահանաների մասին չեմ ասում որտեղ նվիրատվությունը եթե հերձվածող է կամ սկիզբնատիկ բայց նրա մեջ կա մի գիտակից քահանա իրական ձեռնադրությամբ նա ընդունված է Աստծուց եւ նրա ամեն ինչը բավերական է Գտեք այդ ես չեմ կազմում լուսավորչի եկեղեցին մահացավ կան այդպիսի մարդիկ գտեք նրանց գտեք եւ կարճեք իրենց նրանք ովքեր մահացնում են քո մարմինը ապրեցնում են քո հոգին դուք զգում ես դա
Հիմա ինչ պատահեց, որ այսպես մեր եկեղեցին համատարած տրվել է մասոնական այս լոջի անդամներին, որոնք կապավորն են եւ վճարվում են մասոնից 100%-ով 1000%-ով եմ ես ասում։ Բանն այն է, որ դուք բոլոր քահանաներ ընտանիքներ ունեք։ Դրա համար էին կրոնավորները եւ հատկապես առաջնորդող եպիսկոպոսները, պապա, արքեպիսկոպոսները, որոնք առաջնորդողն են, հսկողներն են, ինչպես թե գանփարշներն են իրենց հոտի, նրանք երբեք չեն ամուսնանում, որպեսզի ազատ լինեն, ինչպես կաթոլիկ եկեղեցու քահանան, երբեք չի ամուսնանում, որովհետև ընտանիքը նրա վիզա, օծի պես պիտի խեղդի նրան, որովհետև ինքը ուխտի մեջ է Աստծուն ծառայելու, ոչ թե իր ընտանիքին ծառայելու, դա ուրիշ հարց է։ Դա լրիվ ուրիշ հարց է։ Ուզում ես ընտանիք ունենալ, հոգևորական մի եղիր։ Դրա համար մարդիկ 3, 4, 5 տարի ճանաչողները փորձում են իրենց, անգամ քահանա ձեռնադրվելուց 2 տարի իրենք մնում են որպես նովիս, այսինքն թե իրենք իրենց քննում են որպես սարկավակ կամ որպես ծառայող, որպեսզի հասկանան ընդունակ են իրենք ամբողջ կյանքով եւ մարմնով նվիրվելու Քրիստոսին, բայց ահականի որ հայր է, երեխաներ ունի եւ քահանա է, նա առաջին հերթին մտածում է իր ընտանիքին քաղցած չպահելու մասին եւ ահա ուրիշ երկ չկա բացի հնազանդելու այս դևերին, որոնք տալիս են սխալ ուղղություններ, որոնք ստիպում են անգամ այս մարդկանց ուրանալ իրենց հավատքը։ Չի արդարացվում դա, դուք պետք է հեռանաք եկեղեցուց այդ դեպքում, եթե ունեք ձեր սկզբունքը, ոչ թե դառնաք հուդա։ Ինձ էլ են ստիպել դառնալու հուդա։ Համալսարանի մաստերդեգրի դիպլոման անգամ չտվեցին, ստիպում էին, որ ես դառնայի հուդա։ Ուր են հիմա դրանք։ Սա Հայաստան չէ, չքվեցին, բանտում նստած են հիմա։ Կռվիր սիրելիս, եւ մի հաշվիր, թե ինչ ես շահելու, հաշվիր, թե որքան ուժեղ ես եւ Քրիստոսով ինչպես պիտի խորտակես չարությունը, միայն դա հաշվիր, ուրիշ ոչ մի բան։ Եվ դու կտեսնես, որ անարուն Մարտիրոսի կոչում կստանաս երկնքում։